Успех построен на любви. Лебо Голд. Բարձրակարգ և հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Он черный, он горячий, он настоящий, он любимый. Любимый Лебо, мой кофе. Ողջույն Ռայիսա, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած սպասում են հաղորդման շրջանակներում։ Բարի եկել։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Ձեզ տեսամ ավելի շատ ուրախացամ։ Իրոք։ Այո, իհարկե։ Շատ շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար։ Դե պատմեք։ Ինչպես եք, ինչով եք զբաղվում, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունից հասակ Հայաստանի Հանրապետություն եւ սկսեցիք գրավել բոլոր կարևոր բարձունքները։ Շատ լավ է, մերսի։ Շատ մերսի լավ խոսքերի համար։ Միշտ սիրել եմ, որ Երևանում ապրեմ, այսինքն դա եղել է իմ երազանքներից մեկը ու արդեն մոտավորապես 6 տարի է, որ այստեղ եմ եւ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Զբաղվում եք երկարվեստով միայն։ Որտեղ եք գտնում ձեզ սպառելու տեղերը։ Շատ տեղեր, մի տեղ չի, քանի տեղ կա, որ աշխատում եմ ու Համերգային ծրագրեր, ակումբներ, ռեստորաններ, որոնք են։ Ավելի շատ լինում եմ ռեստորաններում ու բացի երգելը դասավանդում եմ էլ։ Այսինքն թե դասատու եմ վոկալի, թե երգում եմ, բայց ավելի շատ ռեստորաններում եմ լինում։ Հասկանալի է։ Ինչ է պետք Ռայիսա Ավանեսյանի մոտ ուսումնառություն ստանալու համար։ Մի փոճուրիկ տաղանդ։ Եվ վերջ, գումար հարկավոր չէ, ամեն ինչ անում եք բարեգործական հիմունքներով։ Չէ, դե առաջինը տաղանդն է, հետո դրանք արդեն երկրորդականը։ Ռայիսա, ինչպես եկաք Հայաստան, ինչը դրդեց գալ եւ հաստատվել այստեղ։ Քանի անգամ եմ եկել, մի քանի անգամ ա եղել, էլի։ Առաջ սովորելու համար եմ եկել կոնսերվատորիայում ու Երգի պետական թատրոնում զուգահեռ իրար հետ սովորել եմ։ Նորից գնացել եմ, եկել եմ, նորից մասնակցել եմ The Voice նախագծում, որը հաղթեցի, նորից վերադարձել եմ Թեհրան ու վերջի անգամ արդեն պարտավորված եմ եղել հետ գամ, որտեվ էլ չէի կարող Պարսկաստանում մնայի, դրա համար հետ եմ եկել Հայաստան։ Ինչու, ինչ է նշանակում չէի կարող։ Դե Պարսկաստանը ունի իր կանոնները, երգել այնտեղ հարամ համարվում, կանանց ձայնն է հարամ համարվում ու դրա պատճառով խնդիրներ ունեցա շատ ու արդեն որոշում կայացրեցի, որ պետք է ապրեմ Երևանում, Հայաստանում։ Այսինքն վերադառնալը Պարսկաստան կլիներ վտանգավոր, ճիշտ եմ հասկանում։ Այո, հենց հիմա էլ վտանգավոր է, եթե գնամ Պարսկաստան, պիտի մնամ Բանտում։ Երգելու Բանտում։ Իրոք թե հումոր եք անում։ Չէ, իրոք։ Դա կանոն է, որը չի պիտի խախտես, չի պիտի երգես, իսկ ես երգել եմ ու դրա պատճառով բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել, կառավարության հետ կապված, դրա համար վերջի անգամ ինձ ասացին, «Էլ չես կարող երգես», ու քանի որ դա իմ լրիվ կյանքն է, ես չեմ կարող առանց երգելու, ինձ չեմ պատկերացնում, դրա համար եկա եւ մնացի Պարսկաստանում, Հայաստան։ Այսինքն ուզում եմ հասկանալ, Իրանի Իսլամական Հանրապետությունում երգչուհիներ որպես այդպեսին չկա։ Երգչուհիներ կան, բայց ոչ մեկը չեն ապրում հենց Պարսկաստանում։ Օրինակ Ամերիկայում են կամ Եվրոպայում են, տարբեր տեղեր են բնակվում, որտեվ իրանց համար էլ չի, այսինքն այն հայտնի երգչուհիները չեն ապրում հենց Պարսկաստանում։ Քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետություն։ Այո։ Հասկանալի է։ Խնդիրներ չեղան, ամեն դեպքում շատ տարբեր մշակույթներ կրող երկրներ են եւ մտածելակերպը նույնպես տարբեր է։ Այո։ Խնդիրներ չունեցաք սկզբնական շրջանում Հայաստանում։ Ես հələ
Ինչպես։ Դեռ ունեմ։ Դեռ ունեք, որոնք են այդ խնդիրները։ Դե ստեղ մի քիչ տարբեր է, ստեղ դե պարսկական մշակույթը մի քիչ հայկականից տարբերվում է մարդկանց վերաբերմունքից, այսինքն պարսիկները շատ հայերեն բառը չեմ ամ exaggerate շատ sense հարգող, սիրող, ընդունող այդ ձևի են, բայց հայերը մոտ էդի կարծում եմ մեկ ավելի չոր է, չեմ ասում վատ է, մի քիչ ավելի չոր է, շատ բաներ կա որ տարբեր է։ Ձեզ որն է ավելի հոգեհարազատ, հայկականը թե իրանականը։ Որ սուտ չասեմ, հաստատ պարսկականը ավելի շատ եմ անում։ Իրոք։ Այո։ Հետաքրքիր է։ Ապագայում համերգներ, շրջագայություններ։ Համերգներ ունենալու եմ նոր երգեր, այս տարի որոշել որ շատ ավելի ակտիվ պետք է լինեմ, համերգներ ունեմ երկրից դուրս մի քանի հատ որ պետք է անեմ ամառը, այստեղ էլ նույնպես ունեմ լիքը համերգներ։ Տեղափոխվեցիք Հայաստան եւ ապրում եք միայնակ Հայաստանում։ Միայնակ եմ, մամայիս հետ եմ լինում, բայց մաման գնում է Պարսկաստան, քրոջս մոտ նորից գալիս է իմ մոտ ստեղ։ Լինում է որ մենակ եմ լինում, լինում է որ մաման է լինում է իմ հետ։ Իսկ որտեղ եք ծնվել։ Թեհրանում։ Թեհրանում։ Քանի տարի անց տեղափոխվեցիք Հայաստան։ Ես եկել եմ այն ժամանակ, որ ուզեցել եմ ընդունվեմ կոնսերվատորիա։ Այսինքն մոտավորապես 20 տարեկան եմ եղել, էլի 19-20 տարեկան եմ եղել։ Բացահայտեցիք լրիվ նոր աշխարհ ձեզ համար, որովհետև ինչպես նշեցիք, տարբեր էր եւ շարունակում է ձեզ համար մնալ հոգեհարազատ ամեն դեպքում իրանականը։ Որտեղ որ անցնում է քո մանկությունը, այնտեղ քեզ ավելի հարազատ է։ Այնտեղի բակերը, այնտեղի ամեն ինչը, եւ որ դու ինչ որ բան ունես կիսելու քո համատարիքների հետ, արդեն այդ տեղը քո համար ավելի հարազատ է։ Ես գիտեմ, որ դուք բուսակեր եք։ Այո։ Եվ գիտեմ, որ կատեգորիկ հրաժարվել եք մսից։ Այո։ Դա պայմանավորված էր ամեն դեպքում խոհանոցների փոփոխությամբ, թե դուք ի սկզբանե եղել եք բուսակեր։ Չէ, ես միշտ մտածել եմ, որ կենդանիներին պետք չի ուտել, որտեվ եթե դու սիրում ես քո տան կատվին կամ շունին, չես կարող իշ կենդանիներին չսիրես, եթե իրոք կենդանասեր ես։ Ու ինձ թվում է ճիշտ որոշում եմ կայացրել։ Հասկանալի է։ Մենք քաղցած ենք եկել ձեզ մոտ, որովհետև օրը արդեն կարծես թե ավարտվում է։ Այո։ Եվ հուսամ մենք այսօր իրանական խոհանոցից ինչ-որ բան ենք համտեսելու։ Այո, ճիշտ է, ես բուսակեր եմ, բայց այսօր ձեր համար մսային կերակուր եմ սարքելու, որը շատ համով է։ Ինչպես է կոչվում այն։ Զերեշք փոլո բա մորղ։ Ինչպես։ Ինքը փլավ է եւ հավ եւ պարսկական համեմունքներով։ Ինքը իր հավը հատուկ սոուսի մեջ եփվում է, որը շատ համեղ է։ Բացի դրանից սարքել եմ ձեր համար դեսերտ։ Դեսերտ հայերեն ինչ է, Վահան։ Աղանդեր։ Աղանդեր, այո։ Աղանդեր եմ սարքելու, որը նորից պարսկական է ու շատ նորից պարսկական համեմունքներով շատ համով է։ Գնումներ ունենք կատարելու։ Իսկ դրա համար ինչ է պետք հասնել Իրան, թե ոչ։ Այն ինչ որ Իրանից պետք է արդեն մաման Իրանից բերել է, մի քանի փուջերիկ բան կա որ պիտի ստեղից առնենք։ Ինչ պետք է գնենք։ Մի քիչ բանջարեղեն, քանի որ Հայաստանի բանջարեղենը number 1 բանջարեղեններ են։ Շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար։ Դե գնանք գնումներ կատարելու, եթե դեմ չեք։ Գնացինք։ Շատ լավ։ Ռայսա արդեն գտնվում ենք ձեր բակում, շատ բարեկարգ եւ գողտրիկ բակ է։ Այո։ Ձեր բնակարանն է թե վարձակալությամբ եք ապրում այստեղ։ Ոչ, իմն է։ Այսինքն իմը չի, մամային է։ Հասկանալի է։ Իրանի եւ Հայաստանի բակային մշակույթները շատ են իրարից տարբերվում, որովհետեւ Հայաստանում Այո, Հայաստանում ավելի հետաքրքիր է իմ կարծիքով, որտեվ իրար ճանաչում են, ընկերներ են, բայց Պարսկաստանում չէ, այդքան չի, այսինքն հարևաններն էլ այդքան իրար չեն ճանաչում։ Հարևանություն անում եք ձեր հարևանների հետ։ Այո, իհարկե։ Հավաքվել, սուրճ խմել, զրուցել տարբեր թեմաների շուրջ։ Ձեզ այստեղ չենք հարկոցում, չէ՞, ձեր հարևանները երկարվեստով զբաղվելու համար, որովհետև նկատեցի, որ ձեր շենքի բնակիչների մեծ մասը իրանահայեր են, այո, որտեղ շենքը իրանահայ է սարքե հենց, ու բոլորը ճանաչում են, սիրում են, հարգում են շատ։ Այս պահին մենք պատրաստվում ենք երթև եկել, բայց մինչ մեքենայի մեջ տեղափոխվելը ես բացահայտեմ մի գաղտնիք մեր հեռուստադիտողների համար։ Դուք վերջին շրջանում շատ անախորժ
պատմությունների մեջ եք հայտնվում կապված երևանյան տաքսիների հետ։ Այո։ Ինչն է պատճառը։ Ասեմ։ Իհարկե։ Վարորդների անշնորհքությունը։ Ինչ ասել է անշնորհքություն։ Ինչ են անում։ Բադ խոսալը, կանանց չհարգելը, նկատի չառնելը, որ մեքենայի մեջ մարդ է նստած, որը պիտի իրան ապահով տեղ հասցնես, չգիտեմ։ Ես նույնիսկ հիշում եմ դուք դիմում էիք տվել ոստիկանություն։ Այո։ Ինչ եղավ այդ պատմությունը։ Ավարտվեց ի օգուտ ում։ Ավարտվեց ի օգուտ ինձ։ Ինչպես։ Որովհետև վարորդ ինձի մեքենայում ծեծել էր եւ ես դրա համար դատի տվան վարորդին։ Մեքենայում ծեծել էր։ Այո։ Ահա։ Տարիքով բարձր մարդ էր 70 տարեկան ու փառք Աստծո, որ ոստիկանությունը իմ կողմից էր եւ դատը ավարտվեց իմ օգտին։ Ուրիշ ինձ թվում է չէր կարող լիներ։ Ռայսա, այս պահին մենք պատրաստվում ենք ուղևորության, ես խոստանում եմ որպես տաքսու վարորդ ինձ հրաշալի կպահեմ, որևէ ոտնձգություն ձեր հանդեպ չի լինի, խնդրեմ, համեցեք։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Տեսեք, մենք հարգում ենք։ Ռայսա, ինչպես կգնահատեք ուղևորությունը, ամեն բան լավ է։ 10-ից 10։ 10-ից 10։ Շատ լավ է։ Իրանի եւ Հայաստանի երթևեկությունները շատ են տարբերվում իրարից։ Հա, շատ։ Ինչով։ Դե ավելի ռիսկով ենք քշում, ստե չէ։ Ինձ նկատի ունեիք։ Չէ, դու շատ լավ ես քշում։ Շնորհակալություն։ Դու հիմա գժական քշում ես։ Շնորհակալություն։ Այնտեղ մեծ է, էլի փողոցներ ստեպուջուր են ավելի։ Ահա։ Այնտեղ ավելի արագ կարող ես քշես, այդտեղ ոնց որ չէ այդքան։ Հետո freeway-ներ շատ են այնտեղ, այդտեղ փոքր է։ Արագընթաց մայրուղիների մասին է խոսքը։ Արագընթաց մայրուղի, այո։ Ռայսա, հաղորդման այս հատվածում մեր հյուրերին միշտ տալիս ենք այս հարցը եւ հատկապես ձեզ հետ այս հարցը ավելի ակտուալ կլինի։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Դժվար հարց է շատ։ Ես ոչ մի բան չէի փոխի, Ամեն բան իդեալական է Հայաստանում։ Ամեն բան իդեալական է, ուղղակի մենք պիտի իրար մի քիչ սիրենք։ Այսինքն կավելացնեիք սերը։ Իհարկե։ Մենք հայերս պիտի իրար սիրենք, որտեղ աշխարհի ոչ մի տեղը չկա, որ ասում են, օրինակ, Իտալիայի ֆրանսացի։ Նման բաներ չկա։ Մենակ մեր մոտ է, որ ասում են Սփյուռքի հայ, Գյումրի հայ, Ղարաբաղի հայ, պիտի էդի չլինի, մենք պիտի ամենս իրար հետ ելնենք, պիտի իրար սիրենք, իրար անուն չի պիտի կպցնենք, պիտի իրար կողքի ելնենք։ Եթե տենց լինի, Հայաստանը ամենալավ տեղն է աշխարհում։ Եթե լինի էլ ավելի շատ սեր, Հայաստանը լավագույն վայրն է երկրի մոլորակի վրա։ Անկասկած։ Հասկանալի է։ Շնորհակալություն Ռայսա հետաքրքիր պատասխանի համար, սիրառատ եւ սիրաշատ պատասխանի համար։ Մենք արդեն կհանդիպենք խանութի դիմաց, որտեղից պետք է հայկական մթերքներ գնենք։ Սուպեր։ Իհարկե չգիտեմ հայկական կիտրոնը որն է, բայց ամեն դեպքում կարծում եմ հայկական կիտրոն։ Կա, ոնց չկա։ Հայաստանում կիտրոն չի աճում Ռայսա։ Չի աճում։ Ես չգիտեի։ Նոր information էր։ Աճում է հարևան Վրաստանում։ Ու Պարսկաստանում։ Եվ հարևան Պարսկաստանում։ Հարևաններից գնում ենք հայկական գնումներ կատարելու։ Գնացինք։ Ռայսա արդեն գտնվում ենք խանութի դիմաց եւ ունենք գնելու 3 մթերք՝ կիտրոն, կանաչ պղպեղ եւ գազար։ Այո։ Գնանք ներս։ Գնացինք։ Հասկանանք ինչպես եք գնումներ կատարելու եւ ինչին եք նախապատվությունը տալու։ Հայկական կիտրոն է մեզ անհրաժեշտ, իրականում ասացիք, որ կիտրոն մտածում եք կա Հայաստանի, բայց ոչ, այն ամենայն հավանականությամբ շատ արտերկրի է։ Էսի։ Վերջ։ Չէ, վերջ չի։ Մեզ տոպրակ հարկավոր չէ։ Հարկավոր է։ Էսա։ Ահա։ Օգնելու կարիք կա ձեզ Ռայսա։ Չէ։ Չէ։ Օգրեն։ Շատ Այո։ բարի։ Դե խնդրեմ համեցեք պղպեղը այստեղ է, գազարը նույնպես։ Գազարի հոմանիշը գիտեք ինչպես է հայերեն։ Գազար հոմանիշը չէ։ Ինչա։ Նաև մեզ անհրաժեշտ է խիստ հայկական բուլղարական պղպեղ, այո։ Բուլղարական պղպեղ։
բայց կողքին դրված է նաև մեկ այլ կանաչ Բայց պղպեղ։ այդ կերակուրի համար պետք է լինի սա։ Հասկանալի է։ Խիստ հայկական բուլղարական պղպեղ։ Եվ գազար։ Գազարի հոմանիշը ստեպխինն է, Ռաիսա։ Ստեպխին։ Այո։ Գիտեիք։ Չէ։ Իմացաք։ Սիրունա։ Քանի հատ է անհրաժեշտ։ 4 հատ։ 4 հատ գազար, 1 տակդեղ, նույն ինքը պղպեղ Այո, եւ 1 կիտրոն։ Կիտրոն, այո։ Վերջ։ Եվ վերջ։ Այսքանը ընդհանրապես Այսքանը։ Ռաիսա։ Շատ լավ։ Դե հանդիպենք դրամարկղի մոտ, բայց այս ընթացքում խնդրում եմ ասացեք, թե մնացած մթերքները ինչեր են, որոնք տենց երկար պատմում էիք մեզ։ Բրինձ եւ միս։ Բրինձ, միս ու պարսկական համեմունքներ, որը բոլորը Պարսկաստանից արդեն հասել է։ Հասկանալի։ Բարև ձեզ։ Դե հերթով սկսենք տարանջատել։ Ռաիսա, դուք շտապում եք, կարծում եմ մի փոքր։ Ուզում եմ շուտ սարքեմ։ Մենք ավելի ենք շտապում, որովհետև մենք շատ քաղցած ենք, արդեն ժամը 16:30 է։ Այո։ 670։ Ռաիսա, ձեր գնումները կազմում են 630 դրամ եւ առաջարկում եմ թույլ տաք, որպեսզի հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Մերսի։ Համաձայն եք։ Այո։ Շնորհակալություն։ Մենք հիմա Խնդրեմ։ Համեցեք։ Մի ամբողջ 630 դրամ ծախսվեց մեզ կերակրելու համար։ Մենք հեշտ ենք պահվում, Ռաիսա։ Այո, շատ։ Դուք ձեր սեփական կաշվի վրա զգացիք։ Այո, այո։ Հասկանալի է։ Դե արդեն կհանդիպենք ձեր խոհանոցում, Ռաիսա։ Իհարկե։ Շնորհակալություն։ Ռաիսա, սուրճի սիրահար եք, թե ոչ։ Այո, շատ։ Ուրեմն ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաև համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն ձեզ, ես շատ սիրում եմ սուրճ եւ կօգտագործեմ անպայման։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Ռաիսա, որոնք են համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքները։ Համեմունքները։ Կեցեք, բայց ավելի կոնկրետ համեղ բաղադրիչները, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե այն փաթեթավորված է գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարեի մեջ, կարմիր աղացած կծու պղպեղ, կարմիր աղացած քաղցր պղպեղ, սև աղացած պղպեղ եւ ապակե տարայով սև հատիկավոր պղպեղ, որը շատ հարմար է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ոչ։ Ասեմ եւ հիշեք. ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Ռաիսա, արդեն հասանք ձեր խոհանոց։ Այո։ Մեր առջև դրված են բոլոր բաղադրիչները։ Այո։ Որոշակիները ես կկարողանամ թվարկել, բայց նաև որոշակիները կդժվարանամ, Այո։ որովհետև դրանք տիպիկ իրանական համեմունքներ են եւ մթերքներ։ Կխնդրեմ ներկայացնել, թե ինչեր ենք օգտագործելու։ Սկսենք ստեղից, սա հատուկ պարսկական չիր է, որը թթու չիր է, որ օգնում է այդ սոսը համով լինի։ Սա զերեշքն է, Բարբարիսը։ բարբարիս, որը բրինձի վրա օգտագործվելու, սա բրինձի ներքևի մասն է լինելու, քունջութով,
Բաժակի մեջ ինչ համեմունք է։ Այս հատուկ բրինձի համար, բրինձին լավ համ հաղորդելու համար հատուկ համեմունք է։ Այո։ Սա զաֆրանն է։ Շաֆրանը։ Այո, որը շատ սիրուն գույն է հաղորդում կերակուրին եւ համն էլ է շատ լավը։ Էսը զարչուբեն է, որը նորից թե լավ գույն է տալիս, թե լավ համ է։ Ճիշտն ասած այն հիշեցնում է մի փոքր քրքում, ես չգիտեմ ճիշտ եմ ասում թե ոչ, միգուցե նույն համեմունքն է, բայց մենք տարբեր անուններով ենք նրանց դիմում։ Կարող է։ Ունենք նաև տոմատի տոմատի մածուկ, որը մի քիչ տարբեր է, էլի ավելի ստեյ տոմատի մածուկներից մի քիչ ավելի sense պինդ է ավելի։ Եվ ունենք Մարրանիկ ընկերության կողմից տրամադրված հրաշալի բրինձ երկու տեսակի, ինչ է սպասվում մեզ այս պահին, ինչ գործողություններից ենք սկսում։ Մենք առաջ պիտի սկսենք հավի սոուսը պատրաստելուց ու հավը ավելացնենք ու թողնենք, որ ինքը հանգիստ իր համար էփի ու բրինձը սկսենք էփել։ Հասկանալի է։ Ինձ տվեք հանձնարարություն, ինչ եմ անում ես։ Ինչ ես անում։ Սոխը օքեյ ես։ Ամեն ինչը։ Okay, ինչպես եմ կտրատում, կիսալուսնաձև, քառակուսիներ։ Կիսալուսնաձևի ինձ էվի ասես կլոր։ Կարող եմ կլոր, այնուհետև սենց ու քառակուսիներ այս։ Այո։ Հասկանալի է։ Կուպիկներ։ Ինձ թվաց չեք իմանա այդ բառը։ Իմանում եմ։ Հրաշալի է։ Սկսենք կտրատել։ Ահա։ Ու պիտի կարմրացնենք բոլորը։ Տապակելու ենք։ Այո։ Հասկանալի է։ Դե սկսեցինք։ Ռաիսա, հասցնում եք լինել խոհանոցում, թե ոչ, թե ամեն դեպքում զբաղվածությունից ելնելով սնվում եք դրսում։ Չեմ սիրում կերակուր սարքել, չնայած որ շատ համով եմ սարքում, բայց այդքան չեմ սիրում, որ մենակ եմ լինում, այդքան օքեյ չի, հիմա որ դուք կաք, ինձ օգնում եք, շատ հաճելի է, բայց որ մենակ եմ լինում, չէ, բայց համով եմ պատրաստում։ Մեր տների հեռավորությունը մոտավորապես 650 մետր է։ Ես կարող եմ ձեզ միշտ օգնել, Ռաիսա, ոչ մի խնդիր։ Շատ սպասված հյուր եք իմ տանը։ Մենք էլի ենք եղել ձեր տանը, իհարկե ոչ նկարահանման նպատակով։ Եվ այո, դուք բավականին համեղ եք սարքում։ Ես չեմ կարող այդ փաստը թաքցնել։ Ռաիսա, մի բան ընկավ աչքովս եւ ուզում եմ հարցնել ձեզ դրա մասին։ Ձեր սառնարանի վրա տարատեսակ մագնիսներ կան, բայց այնտեղ կա նաեւ 1000 դրամանոց։ Կպատմեք այդ 1000 դրամը որտեղից է հայտնվել ձեր սառնարանի վրա։ Այս 1000 դրամը ուրեմն դու մեր տանը հյուր ես եղել ու մեր ընկերներով, երգիչները ու մեր ընկերներից մեկը դաշնամուր էր նվագում։ Այո։ Այս 1000 դրամը դու շաբաթ ես տվել իրան։ Թեյավճար։ Այո։ Հասկանալի է։ Պահում եք մինչև հիմա։ Սուրբ։ Քանի որ դու շատ թանկանոց նվեր ես արա 1000 դրամ, ես էսի պահում եմ, էլի։ Հասկանալի է։ Որ միշտ քեզ հիշեմ։ Կարաս կարող եք այդտեղ փակցնել, հաստատ միշտ կհիշեք։ Ռաիսա, ինչ գործողություններ են, միայն պետք է այս ամենը կտրատել եւ անցնել տապակելուն։ Այո։ Եթե ուրիշ գործողություն այս պահին չի հաջորդելու բացի կտրատելուց, ես առաջարկում եմ նկարահանումը մի պահ դադարեցնել, այնուհետև միանալ մեր հեռուստադիտողներին եւ ցուցադրել տապակման ընթացքը։ Համաձայն եք։ Իհարկե, համաձայն եմ։ Շատ բարի, շնորհակալություն։ Իսկ միայն 1000 դրամանոցներն ես պահում, թե մնացած թեյավճարներն էլ ինչ տալիս են, բերում ես, տենց դնում ես սառնարանի վրա։ Ո՞ւմ ես թեյավճար տալիս։ Չեն տալիս, բայց ռեստորաններում ես երգում չկան թեյավճարներ տվողներ։ Այդ երգեր, որ ես երգում եմ, թեյավճարի երգեր չի։ Սուրճավճարի երգերը։ Հա։ Այո։ Հասկանալի է։ Կերակուրի։ 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 Դա վրացեր են, հա, կերակուրի։ Չէ, կերակուրի վճար։ Բայց կերակուրի դառնում է ինչ-որ վրացական բնակավայր։ Կյանքս մեկ է, հա։ Ռաիսա, խոհանոցը պատված է հրաշալի բույրով։ Դուք այստեղ պատրաստում եք սոխառածը, որտեղ ավելացրեցիք նաև կտրատված ծխտորը եւ ու այս մեր իմ պնդմամբ քրքումը, ձեր պնդմամբ ինչպես էր սա։ Զարչուբե։ Այս դեղին գույնը հենց դրա համար է։ Հիմա պետք է ավելացնենք գազարը եւ պղպեղը։ Շատ բարի։ Էսի դրա համար է որ հավի հոտը չգա, էլ ինքը հավի հոտը առնում է, էլ չի թողնում, իր մեջ է քաշում, չի թողնում որ հավի համը գա։
Իսկ միգուցե ուրիշ մսով պատրաստենք, որպեսզի ընդհանրապես հավի համը չգար։ Չէ, կերակուր պետք է հենց հավով սարքվի։ Հաջորդ գործողությունը ո՞րն է մեր։ Հաջորդ գործողությունը Ինչ պետք է անենք։ Չիրը։ Չիրը։ Այո։ Միանգամից այս ընթացքում տեղափոխում ենք ապակի մեջ։ Այո, սոսին շատ համով համահաղորդում, շատ համով։ Ուրիշ այս ընթացքում ինչ գործողություն կա, միգուցե ինչ-որ բան պետք է կտրատել։ Չէ, հիմա պետք է մի քիչ իրանք տապակվեն ու հավը ավելացնենք։ Ռայսա, ասացիք, որ նաև դասավանդում եք։ Այո։ Ինչպես կգնահատեք եկող սերնդի հնարավորությունները, ինչպիսի ապագայում է սպասվում երաժշտության ոլորտում։ Շատ լավ, որովհետև նոր սերունդը շատ խելացի է, շատ համարձակ է, ինչ որ մենք չենք եղել, շատ համարձակ ու ընդունակ, շատ ընդունակ։ Երաժշտության ո՞ր ոճերն են ավելի հոգեհարազատ եկող սերնդին։ Իրանք մի քիչ ավելի էլեկտրոնային գործեր են, էլի հավանում, մեր ժամանակվա նման չի, որ ջազ, բլյուզ, ռոք, այդքան չեն հավանում, ավելի էլեկտրոնիկ գործեր են սիրում։ Բայց կա այդպիսի հնարավորություն նրանց դասավանդելու էլեկտրոնային երաժշտություն։ Դա այդ ոճն է, որ իրանք արդեն ոճաբանության ժամանակ ընտրում են։ Թե չէ նենց չի, որ երգելը դժվար է։ Շատ հեշտ ու օքեյ է, էլեկտրոնիկ ավելի հեշտ է, դες վոկալային ինչ-որ հնարավորությունների պետք չի տիրապետես, ուղղակի պետք է լինես ավելի ոճային։ Դուք բազմաժանր կատարող եք, այսպես կարելի է ասել, ճիշտ է։ Բայց ամեն դեպքում ունեք ձեր սիրելի ոճը, ո՞րն է դա։ Ես ռոքի մեծ սիրահար եմ։ Ռոքի սիրահար եք։ Այս ընթացքում բուսայուղը պակասեց, թե Չէ, քանի որ պետք է հավերը արդեն ավելացնեմ, մի քիչ պետք է յուղը ավելացնեմ։ հիմա հավերը տեղափոխելու ենք արդեն։ Այո։ Նկարահանենք այդ ընթացքը։ Այո։ Դե։ Ամենասպասված եւ ամենասիրված պահերից մեկն է սա։ Բայց հետաքրքիր է, որ դուք մսակեր չլինելով որոշել եք մսային ինչ-որ բան պատրաստել, չեք օգտվելու այս ամենից։ Ոչինչ, ես այն բուսակերներից եմ, որ ընդունում եմ մսակերներին ու դա կյանքի ոճը, ոչ թե պարտադրողականություն չկա։ Ռայսա, որքան ենք սպասելու մինչև մնացած բաղադրիչներն ավելացնենք։ Պիտի մի քիչ սպասենք, մի 10 րոպե պետք է սպասենք։ Այսինքն կարող ենք ընդմիջել մի պահ մեր նկարահանումը, որից հետո վերադառնանք եւ միանանք մեր հեռուստադիտողներին։ Այո։ Վերջ, այսպես սպասելու ենք։ Այո, մինչև պետք է համերը սպասենք։ փոխանցվեն։ Բարի։ Տոմատի մածուկը մոռացա։ Դե լավ էլի, Ռայսա ջան, այդպես չի կարելի ախր։ Հեսա կամերաց։ Որոշել ես մեզ զարմացնել, բայց մոռանում ես ինչ-որ բաներ, ինչու ախր։ Ինչքան ենք ավելացնում տոմատի մածուկ։ Ինչքան։ 3 դրամ։ Ավելացրեք, խնդրեմ։ Հիմա ուզում ես ասես, որ այս լրիվ ուրիշ տոմատ է, չկա Հայաստանում Հա, սենց այսի տոմատ։ համով է։ Այսի ուրիշ է, հաստատ ուրիշ է։ Վերջում կերևա։ Բայց տանջվում ես, կարող է ամեն դեպքում զանգենք ինչ-որ բան պատվի։ Չէ, չեմ տանջվում, այս կերակուր ամեղ է, այդքան մի խոսող։ Ջուր չենք ավելացնում։ Հիմա չէ։ Դե լավ, Պիտի տանջվի։ էսի տապակենք, հետո նոր ջուր ավելացնենք։ Տանջվի, Ռայսա, տանջվի։ Ռայսա, ներկայացրեք, թե ինչ գործընթաց է այս Հիմա բանի։ ժամանակն է, որ ջուրը ավելացնենք, քանի որ այս զանգվածը պիտի սոուս դառնա։ Ավելացնում ենք, որ արդեն հավերը շատ չերևա։ Տոմատի մածուկը արդեն բավականաչափ իր ջերմային մշակումը անցել էր, այո։ Այո, արդեն հիմա սա պիտի մնա մինչև էփվի լավ կամանց կրակի վրա, որպես ինքը սոուս դառնա։ Որքան ժամանակ։ Մոտավորապես մի ժամ։ Մենք մի ժամ դեռ քաղցած ենք լինելու։ Այո։ Իսկ բրինձի հետ ինչ գործողություն կա։ Իսկ բրինձի հետ բրինձ արդեն թրջել եմ, մի քիչ աղ եմ ավելացրել, իսկ հիմա Ասացիք այնտեղ կա նաև հատուկ համեմունք բրինձի համար, դա այո, չենք դա ավելացնում։ հիմա դեռ ոչ, պիտի մի քիչ էփվի, սա
Այո։ Նոր արդեն այդ ժամանակ, որ էփավ մի քիչ փափկեց, արդեն որ դնում ենք, որ ինքը եփվի վերջնական, արդեն այդ ժամանակ դա ավելացնելու ենք։ Ռայսա, իհարկե դուք նշեցիք, որ այս ուտեստը ունի կոնկրետ անվանում, իրանական անվանում, Այո։ որի անվանումը ես մինչև այս պահը չեմ կարողանում հնչեցնել։ Մեկ անգամ եւս խնդրում։ Զերեշկ փոլո բա մոր։ Շատ բարի։ Այդ հրաշալի անվան ուտեստը խնդրում եմ վերանվանել, որովհետև երբ մենք արդեն հասնենք այն պահին, երբ պետք է փորձենք, թե ինչ եք պատրաստել, դուք պետք է անվանակոչեք ձեր պատրաստած ուտեստը։ Բարի։ Okay։ Իսկ այս պահին, որպեսզի իր մեջ ել ավելի շատ դրական էներգիա ունենա այս ուտեստը, որը որ պատրաստում եք, միգուցե մի որևէ կատարում հնչեցնեք, որպեսզի դրական էներգիան ջրի միջոցով փոխանցվի ուտեստին։ Ինչ երգամ։ Առաջին բանը, ինչը ձեր մտքով անցավ, հենց դա։ Ասացիք, որ դուք շատ սիրում եք rock-ը եւ միգուցե որևէ մի rock-ը։ I love rock and roll, so put it on a diamond jukebox, baby. I love rock and roll, so come and take your time and dance with me. I love rock and roll, so put it on a diamond jukebox, baby. I love rock and roll, so come and take your time and dance with me. Ծափ։ Շնորհակալություն Ռայսա, վստահ եմ համեղ է ստացվելու, որովհետև նույնիսկ եթե մինչև այս պահը համեղ չէր, չնայած կասկածում եմ, այս պահից սկսած հաստատ այն հրաշալի համ է ունենալու։ Thank you։ Մեզ մնում է 1 ժամ սպասել։ Այո, նախքան սպասելը Կիտրոն։ Այո։ Ինչի համար է կիտրոնը։ Միայն կեղևն է անհրաժեշտ։ Այո, կեղև։ Խոշորով Ռայսա, վստահ եք։ Այո, խոշոր։ Վստահ օգնեմ ձեզ։ Ոչ։ Դուք ամեն ինչ անում եք ինքնուրույն, շատ բարի։ Ասում եք, որ բրնձի տակ պետք է դնել նաև կարտոֆիլ, Այո։ բայց կարտոֆիլը այնտեղ է, բրինձը էստեղ։ Բրինձը պետք է եփվի։ Նոր դա երկրորդ process-ն է բրինձինը։ Այսինքն Սա եփվելուց պիտի մի հետո քիչ եփվի, այո, նոր։ տեղափոխենք այլ տարայի մեջ, Այո։ շարենք Այո, կարտոֆիլը, հետո կարտոֆիլը, քունջութը եւ արդեն բրինձը։ այո, բրինձ։ 1 ժամ պետք է սպասենք, իսկ աղանդերը երբ ենք պատրաստելու։ Բրինձ, որ արդեն տեղավորեցինք, աղանդերն էլ կպատրաստենք։ Բարի, դե մեզ մնում է սպասել 1 ժամ, 19:30։ Այսինքն 20:30-ին պետք է այն պատրաստ լինի։ Այո։ Բարի, սպասենք։ Կարծես թե բրինձը կիսայեպ վիճակում էր։ Այո, Դուք այո։ այն տեղափոխեցիք քամիչի մեջ, Այո։ անցկացրեցիք սառը ջրի տակ։ Այո։ Ինչու։ Որպեսի երկրորդ մասը էփենք։ Դե ներկայացրեք ինչ եք անում եւ Դե յուղը ավելացնում ենք, Այո։ այսպես։ Հետո լցնում ենք քունջութը։ Ահա։ Այս բրինձի ներքևին ասում են թահդիկ։ Թահդիկ։ Թահդիկ, Ինչ է այո։ նշանակում թահդիկ։ Դա ոնց որ գաթայի նման որ տակը sense կպնում է։ Հասկանալի է։ Ամեն ինչ անում եք աչքաչափով, կոնկրետ չափեր չկան, ճիշտ է։ Աչքաչափով։ Հետո ավելացնում ենք զաֆրանը, Շաֆրանը։ շատ լավ սիրուն գույն աղորթում։ Հետո ավելացնում ենք Բայց կարտոֆիլը։ շաֆրանի գրեթե մեծ մասը մնաց բաժակի տակ, այդպես պետք է լինի։ Դե հա, կարևորը արդեն գույնը ինքը երկար ժամանակ է որ ջուրի մեջ է, էլի։ Okay, խնդիր չի։ Եվ այս ամենի վրա պետք է ավելացնել բրինձը։ Այո։ Ու կրկին սպասել արդեն 45 րոպե, Այո, ավելի քիչ։ ավելի քիչ։ Հա։ Ասեմ շատ սպանես ինձ։ Շատ չէ արդյոք բրինձը Ռայսա։ Ոչ։ Ոչ։ Շատ էլի քիչ չելի։ Համոզեցիք։ Ուրիշ գործողություն չունենք այս ընթացքում Ռայսա։ Ոչ, պետք է սպասենք ու սարքենք մեր շատ համով Աղանդերը։ Այո։ Դրա համար ինչ է անհրաժեշտ բացի կամքից։ Սեր։ Սեր։ Կեցեք, տվեք ես ձեզ կօգնեմ, Ռայսա։ Մի Շնորհակալություն։ հատ կարևոր բան էլ կա, Որն է այն։ այս Ջուր։ համեմունքը։ Ահա։ Այն խոստացված համեմունքը, Այո։ որը հատուկ բրնձի համար էր, հաղորդում էր Այո։ հետաքրքիր բույր, համ։ Այո։ Ուրիշ որևէ գործողություն չունենք այս ընթացքում։ Ոչ։ Շատ բարի։ Դե
իսկ ցանկալի է բրնձի մեջ լինի, չէ՞, կարծում եմ այդ ամենը։ Շնորհակալություն։ Ռաիսա, ես սրտի թրթիռով սպասում եմ, թե երբ է այս ամենը ավարտվելու եւ մենք երբ ենք հանդիպելու սեղանի շուրջ, բայց ինչպես հասկանում եմ, դեռևս մոտակա 45 րոպեում դա չի նշмарվում, ցավոք սրտի։ Դեռ ունենք աղանդերը պատրաստելու գործընթացը։ Դե այդ ժամանակ արդեն կմիանանք մեր հեռուստադիտողներին, համաձայն եք։ Անպայման։ Բարի։ Ռաիսա սպանել է սոված արդեն։ Մեզ կարևոր համով մատնել է սովի։ Այդ ինչ ես անում։ Որ էփի։ Որ տենց չանես չի էփի։ Չէ։ Լավ։ Էլի ձեթ։ Մեկ քիչ։ Բրնձով էր այդ ճաշը, թե ձեթով։ Համեղը ելնելու էլ, կյանս մեկ։ Դե լավ էլի։ Всё, ասաստե։ Վերջ։ Էջացա։ Չեմ հավատում։ 2036 թվականի ապրիլ ամիսն է արդեն, Ռաիսա, մենք դեռ սպասում ենք, երբ է պատրաստվելու այն ամենը, ինչ մեզ արդեն պատրաստվում է։ Եվ անցել ենք արդեն աղանդերի պատրաստմանը, որի համար մեր անհրաժեշտ է կաթ։ Կաթ արդեն ստեղա։ Հասկանալի է։ Հիմա մեջը պետք է ավելացնեմ բրնձի ալուր, որը հենց պարսկական պետք է լինի, որովհետև ամենալավ ալուրը հենց պարսկականն է։ Որքան։ 2 հատ, 2 բաժակ կաթը, պետք է ավելանա 2 ճաշի գթալ բրնձի ալյուր։ Բայց լավ, սենց տխլիկ։ Տխլիկ։ Այո։ Ահա։ Այստեղ ու ամեն մեկին ավելացնում ենք ամեն մեկին 2 ճաշի գթալ շաքարավազ։ Ինչ ասել է ամեն մեկին։ Ամեն մի բաժակին։ Բաժակով եք մատուցելու, թե կաթի մասին է խոսքը։ Չէ, ընդհանուր եմ ասում ինչքան եմ էլի ավելացնում։ Եթե 2 բաժակ է կաթը, ապա այո, 2 բաժակը պետք է լինի 2 ճաշի գթալ ալուրը եւ ամեն մի բաժակին 2 գթալ շաքարավազ։ Ամեն բան պարզ է։ Ուրիշ ինչ ենք ավելացնելու աղանդերի մեջ։ Հələ որ էսի պիտի լավ խառնենք, որպեսզի ինքը սենց փուդինգի զանգված ունենա ու հետո ավելացնելու ենք վանիլը, զաֆրանը ու վարդի ջուրը։ Հետաքրքիր համադրություն է, երբևէ չեմ փորձել ես այսպիսի բան։ Ռաիսա, նկատում եմ, որ ձեր ձեռքին ունեք դաջվածքներ։ Այո։ Եվ կխնդրեմ խոսել այդ ամենի մասին, որովհետև ամեն դեպքում Իրանի Իսլամական Հանրապետություն, աղջիկ, դաջվածք, այդ ամենը ինչպես է ընդունվել։ Կխնդրեմ ցուցադրեք նաև մեր հեռուստադիտողներին։ Ահա, եւ մյուսը։ Ու էս։ Գեր երաժշտական դաջվածքները։ Միկրոֆոն, նոտաներ։ Այնտեղ շատ օքեյ է, բոլորը ունեն դաջվածք, աղջիկ, տղա տարբերություն չունի, ով ուզում է կարող է ունեն։ Այսինքն ինչպես բացման խոսքում նշեցիք, դա հարամ չի համարվում աղջկա համար։ Էդի չէ։ Հայաստանում ինչպիսին է վերաբերմունքը դաջվածքներին։ Գործում եմ աղջիկների համար, այդքան էլ ասում են, նորմալ չի։ Խետ հայացքներ նկատել եք ամեն դեպքում ձեր դաջվածքներին։ Ռաիսա, հաշվի առնելով ձեր զբաղվածությունը, ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր գնալուց անմիջապես հետո կարող եք մուտք գործել Չէին սպասում ԿՏՄ կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, հաղորդումը եթեր գնալուց հետո ձեր հաղորդումը նույնպես տեղադրված կլինի այնտեղ, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Մեծ հաճույքով։ Խոստանում եք։ Իհարկե։ Մենք ուշադիր կլինենք այդ ամենին։ Մոտ ապագայում որևէ գործողություն մեզ սպասվում է, թե պետք է սպասենք մինչև այս ամենը դառնա համասեռ զանգված։ Այո, պետք է մի քիչ այսպես շարունակվի ու արդեն ասեցի, այս ամեն ինչ ավելացնելու ենք ու արդեն մեր դեսերտը պատրաստ է լինելու։ Ինչ եք կարծում, մենք արդեն հնարավորություն կունենանք հանդիպելու սեղանի շուրջ, թե որևէ բան կա, որը պետք է ներկայացնել։ Մի հատ էլ բան կա, որ պետք է էտել ասեմ, այդ մեր զերեշկի պատրաստման process-ն է, որը Զերեշկը հիշեցնեմ, դա բարբարիսն է։ Այո, այո։ Զերեշկը էդի 2 րոպե ավել չի տևելու։ Դե ուրեմն կհանդիպենք զերեշկի պատրաստման։ Այո, ու հետո արդեն համով ուտելու ենք։ Շնորհակալություն, Ռաիսա։ Ընտրե։
գիտես, ինչ որ բան ուզում եմ ասել այս պահին։ Ասա։ Կապված քաղցի հետ։ Ահա։ Բայց չգիտեմ էլ ինչ ասեմ։ Քաղցրի հետ։ Քաղցի, սովի։ Հա, լավ ոչի։ Ինչ ասեմ օրինակ, որ դու չնի արդայնանաց, կաթը չկտրվի։ Էլ ասում ես էլ, մեկը ասում ես։ Դեռ ոչինչ չեմ ասել, ինչ ասեմ, ասեմ, քաղցած ենք Ռաիսա, շատ քաղցած ենք, մեղք ենք արդեն, այսքան այնքան ես ուտելու, որ այս կոճակը պիտի բացես, դեպորդ կմեծանա։ Վստահ ես, որ այդքան համով է լինելու։ Իհարկե, չեմ էլ կասկածում։ Մնացինք այդ հույսով, որ կփորձենք ինչ-որ մի օր, բայց կարան գնանք վաղը գանք, եթե ուզում ես։ Չէ։ Վաղ քնած եմ էլ, եմ քնա։ Լավ։ Այս մեր եթերա ժամանակը կարծես թե արդեն սպառվում է, մենք շատ քիչ ժամանակ ունենք, որպեսզի մեր հեռուստադիտողներին ներկայացնենք, թե ինչ ենք անում, խնդրում եմ ասացեք դուք ինքներդ։ Այսի ինչ են ասում վան պղպջակներ։ Այո, պղպջակներին ավելացնում ենք մի քիչ զաֆրան, որպեսզի իր գույնը մի քիչ ավելի սիրուն դառնա, մի պուջուրիկ լավ համել է հաղորդում, արդեն ավելացնելու ենք մի պուջուրիկ վանիլ և վարդի ջուր։ Այո, վարդի ջուր։ Միանգամից բոլորը իրար հետ, որքան վարդի ջուր, 1 կափարիչ, 2 ու վերջ։ Մոտավորապես 20 միլիլիտր, եթե իմ աչքաչափը ինձ չի խաբում։ Սպասում ենք մինչև այս ամենը մի փոքր էլ եփվի։ Այո, արդեն մոտավորապես պատրաստ է։ Իսկ ինչպես ենք մատուցում այս ամենը։ Լցնում ենք այս Սիրուն ամանների մեջ, այո, եւ սպասում ենք մի քիչ արդեն սառում է, որ կարողանում ես հանգիստ ուտես ու արդեն ուտելու համար պատրաստ։ Կարագով վերամշակման գործողությունը երբ է, Ռաիսա։ Մի քիչ հետո։ Էսա։ Դե կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ եք անելու եւ արդեն հանդիպենք սեղանի շուրջ։ Այո, այս զաֆրանը կարագի հետ մի քիչ ջրակի վրա լինելու, մի քիչ շաքարավազ եմ ավելացնելու, որպեսզի բրինձի վրա ավելացնա։ Բրինձի հետ նաեւ ավելացնում ենք սա շաքարավազով եւ կարագով։ Այո։ Բույրը հրաշալի է աղանդերի, առհասարակ ինչը որ պատրաստել եք դրանց բույրերը հրաշալի են եւ երբ միաձուլվում են շատ ավելի հաճելի է դառնում։ Մենք արդեն հանդիպելու ենք ամենաերանելի պահին, երբ պետք է փորձենք այս ամենը։ Ճիշտ է։ Կխնդրեմ չմոռանալ նաեւ անվանումները Ռաիսա։ Որ փոխեմ։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ, շնորհակալություն։ Այսինքն բայց իր անունը հեշտ է։ Ինչ է իր անունը։ Ֆերենի։ Ինչ։ Ֆերենի։ Թո հիմա լինի Ռաիսի։ Չի լինի տենց։ Ոյ մամ։ Դեմ ես դու որ լինի Ռաիսի օրինակ։ Չէ, դեմ չէ։ Բայց շատ լավն է հոտը։ Ֆանտաստիկ է։ Կօգնեմ, ես ինչ ես կարծում, թե սենց կկանգնեմ կնայեմ։ Չէ, օքեյ է դու մի։ Okay, է։ Բայց ինչի երկու հատ, մենք ամեն դեպքում 4 հոգի ենք, մայրիկը հետը հաշ։ Հասկանալի է։ Ես էլ մե բացալիկ մամին։ Իսկ ձու։ Ձու էլ չեմ ուտում։ Այսինքն այսօր ոչ մի բան չես ուտել։ Այսօր բրինձ կուտեմ, որտեվ ես բրինձը առանձին սիրում եմ, էլի ինձա։ Դե մենք քեզ համերը կպատմենք։ Ես շակ կերել եմ։ Մեզնից առաջ թաքուն մի 4 հատ հավես չէ, կերել։ Չէ, նախկինում որ միս ուտում էի, կերել եմ, բալաջան։ Լավ։ Ռաիսա, Ուրախ ես։ Բարեր չեմ գտնում ուրախությունս նկարագրելու համար, բայց ֆանտաստիկ եւ բացառիկ երևույթ մեր եթերում։ Ասացիք 20-30-ին եւ 20-30-ին ամեն բան պատրաստել։ Այսպես չի եղել երբևէ։ Դե անվանակոչեք։ Դե մի անվանակոչեք։ Թույլ տվեք ձեզ հյուրասիրել։ Ես հասկացա, որ մեր եթերաժամանակը չի բավականացնի։ Դու ես սովված ինձ թվում, բայց միևնույնն է երկար էր տևելու։ Վրան լցրեցիք ի վերջո բարբարիսը, որը կարագով եւ շաքարավազով մշակում էր անցած, ճիշտ է։ Մի փոքր ավելացնեմ, թե ոչ։ մի փոքրիկ էլ։ Շատ բարի։ Այդ դեղին ընկավ։ Իր գույնը զաֆրանի պատճառով է։ Իսկ որպես ես քանի որ միսա չեմ օգտագործի, նույնիսկ այս խյուսից չեք օգտագործի։ Այո, որտեվ միսով է փած չեմ ուզում, մերսի։ Բարի։ Անցնում ենք փորձելուն։ Այո։
Եվ այսպես Այս կարտոֆիլից եմ վերցրում։ մենք դեռ չենք գնում Ռայսա։ Բայց ես չեմ հրաժարվի իհարկե այս ամենից, հիմա կփորձեմ միայն խյուսի մասը, հետո կանցնենք նաև մսին։ Եվ այսպես Ռայսա։ Ուշադրություն։ Խոսքեր, բառեր, նկարագիր, ոչինչ չունեմ, սա գերբնական ուտեստ է ստացվել ուղղակի։ Շնորհակալություն, մեծ բարեխորժակ, արժեր այսքան սպասել այս ամենի համար։ Եվ ինձ մնում է ձեզ մաղթել բարեխորժակ եւ ասել շնորհակալություն։ Ձեզ այդ բարեխորժակ, ձեզ շնորհակալություն։ Չէ, նայ, եթե այսքան պետքա սպասենք սրա համար։ Հա, այսի պիտի տեղ ընկնի պրոստը, իր խնդիրը է դա, այսինքն պիտի այնքան էփի միջև տեղ ընկնի, ինքն էլ չի որ արագ սենց սարքես, իմացար է դա։ Դրա մասին չի խոսքը, առհասարակ եթե այսքան պիտի սպասենք սրա համար, հաստատ արժեր, որովհետև սենց նոր համեր են։ Հիմա սա տիպիկ իրանական խոհանոց է, էսա իրանական խոհանոցը։ Վայ գժական։ Հրաշալի։ Չեմ ասում դեսերտը փորձի, որովհետև պիտի սպասես վերջանը հետո։ Ինչը վերջանը։ Հաց ուտես հետո։ Հա, բնականաբար, համել թող մի քիչ էլ սառի, դեռ տակա, թե տակ են ուտում։ Թե տակ են ուտում, թե սառը։ Դե լավ, մենք կուտենք գոլ։ Համաձայն ես։ Այո, համաձայն եմ։ Ռայսա, շնորհակալություն իրանական խոհանոցը մեզ համար բացահայտելու համար։ Եվ ուզում եմ հանուն արդարության ասել, որ իրականում ժամանակը այդքան էլ երկար չէր, ուղղակի մենք էինք շատ քաղցած, բայց ծնվել ենք շատ համեղ, ունեցել ենք հրաշալի զրույց, այնպես որ շնորհակալություն ձեզ մեզ եւս մեկ հրաշալի օր պարգևելու համար։ Լավ անցել, ուրախ եմ, որ հավանել եք, նորից համեցեք։ Վստահ եք։ Այո։ Շատ բարի, մենք վաղը կգանք։ Հաջողություն։ Ուզում եմ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այսօր հյուր էի այս հաղորդմանը, քանի որ ամենակարևորը մարդկային շփումն է, որը այս դարում շատ քիչ է լինում, մարդիկ շատ քիչ են իրար տուն գնում, իրար հյուր գնում, իրար համար համով բաներ սարքում ու իրար հետ շփվում։ Դրա համար ինձ թվում է, որ այս նախագիծը այնքան սիրուն է, որը սովորացնում է մարդկանց, որ իրար շուրջ հավաքվեն, իրար հետ շփվեն ու ամենակարևորը իրար լավ էներգիաներ փոխանցեն։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանի գից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանի։ Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.